էջմիածինում կա, հիմա ես չհասկացա, սա ուրիշ է, նա ուրիշ է։ Այդուն ձևի էջմիածինում կա կարի ֆաբրիկա, որը աշխատավարձ տալիս է տարվա մեջ 3 անգամ։ Ու հետաքրքիրն է, որ ամեն մի լավ չասեմ 3 անգամ ֆաբրիկան գտնվում է էջմիածնի շուկայի փողոցում, Բաղրամյան փողոցի ու շուկայի փողոցի անկյունում։ Ով է այդ կարի ֆաբրիկայի տերը, ոչ անուն, ոչ ազգանուն։ Կարի ֆաբրիկայի տիրոջ տղու անունն է սա։ Հարգելի այս տեքստը գրող քաղաքացի, խնդրում եմ տեքստը ուղարկել մաքսիմալ պարզ լեզվով, որ ես հասկանամ դուք ինչի նկատի ունեք, այսինքն քաղաք Էջմիածին կարի ֆաբրիկա Մասիս, աշխատում է այսքան մարդ, տարվա մեջ փող են տալի 3 անգամ, հիմա չգիտեմ, եթե տարվա մեջ փող են տալի 3 անգամ, բայց կարի ֆաբրիկայի աշխատողները խեին գնում այդտեղ աշխատում, խեյք աշխատում, հարգելի Էջմիածնի բնակիչներ, եթե դուք տարվա մեջ աշխատավարձ տանում եք 3 անգամ, հել եք ձեր վեճ մեզ շոքավքեք, հել եք գնացեք Ղազախստան, գնացեք Ռուսաստան, կար նորմալ կարանող մարդկանց համար հետույք են տալի Ղազախստանում, Ռուսաստանում, Բելարուսում, չգիտեմ, Էմիրություններում եւ այլն։ Ես ոչ անուն կա, ոչ ազգանուն կա։ Ուրեմն այդ կարի ֆաբրիկային տիրոջը, սեփականատիրոջը, տնորենին սիրելի դիմումատու, մենք կանդրադառնանք ավելի լայնամասշտաբ ձևով, երբ որ դուք կտաք ամբողջական տեղեկատվությունը, քանի ամսվա փող չեն տվել, քանի աշխատող կա այդտեղ, ով է սեփականատերը, ով է տնորենը։ Նորմալ գրեք եւ ուղարկեք։ Համացանցում տարածվել էր տեսանյութ Grand Candy վերաբերյալ Grand Candy շոկոլադների։ Քաղաքացին տեսախցիկի առաջ շոկոլադը բացմա, մեջը ворտ, շոկոլադը բացմա, մեջը ճիճու, շոկոլադը բացմա, մեջը հրեշ, շոկոլադ հետո 10 շոկոլադից 6-ը ворտնած էր։ Հիշում եք, ես ուրեմն 2023 թվականին էր, երբ որ խոսեցի, որ Grand Candy ժամկետնանց շոկոլադները պեչենի էր, քաղցրավենիք էր, ինչ գրող ու սև ցավ էր, ղրգում էր Արցախ։ Եվ մտա եթեր ասեցի, որ ադրբեջանական կողմը եթե ուզում է խայտարականի, սրանց պիտի մտցնի այդ նույն շոկոլադները լաբորատորիա ստուգի, նոր թողա որ մտնեն Արցախ։ Մարդիկ ասում էին Վարդան Ղուկասյանը, տեսեք ինչ վատն է։ Grand Candy-ին ֆուրերով շոկոլադ է ուղարկում Արցախ, Վարդան Ղուկասյանը մտե փնովում է։ Հիմա խնդրեմ, այդ նույն Grand Candy-ին վաճառում է շոկոլադ, ворտ ու ճիճուն մեջը ժողովրդի վրա։ Բնականաբար հասկանալի է, չէ՞, որ ժամկետնանց շոկոլադների հետ մենք գործ ունենք։ Այսինքն ինքը չվաճառված ապրանքը մի խանութից վեկալում տեղափոխում է, մյուս խանութից վեկալում է, դեն մյուս խանութ ժողովուրդ կերեք, մեռեք։ Ու հետո հələ ասում են ինչ էր դրան, Վարդանյան եղբայրները բարեգործություն արեցին, Շամշադինում ջրի տրուբա քաշին, չգիտեմ, Իջևանում զիբիլի մեքենա նվիրեցին, եղբայր, սիրելի ժողովուրդ, ես նորից եմ կրկնում, պատահական չէ, որ խորին ատելություն եւ զզվանք ունեմ հայ մեծահարուստների նկատմամբ, իմեննո հայ, շատ քիչ կարող է այս երկիր մոլորակի վրա լինեն ազգություններ, որոնք որ իրենց թույլ տան միսը ձևակերպեն ворտնած, ժամկետնացած, պեկով տանեն թաղեն, թաղելուց հետո պեկը գնա այդ նեխած, այդ թաղած միսը հողի տակից հանեն եւ փորձեն նորից վաճառեն ժողովրդի վրա։ Այդտենց են ասիական կոմի են հետամանած են ահավոր են բաներում է, պետություններում է։ Շակալ չեմ էլ կարող ասել Չինաստան, որովհետև Չինաստանում եթե նման բան անեն կգնային մահապատժի տակ։ Գումարած դրան ворթը մեջը շոկոլադը բերեն հանձնեն խանութ, խանութից մարդը առնի դնի հրապարակի եւ մինչեւ այսօր Սանեպիտկայան կոչված բոզի տղա հիմնարկությունը չի գնացել, չի մտել, չի տուգանե։ Դատախազությունն է կոչվում։ Պիտի արդեն կարգադրես իր սննդի վերահսկողություն իրականացնող դատախազին, քո հետ անգրագետ դլո, դատախազին որ գնային մտնեին Grand Candy աչ ու ձախ գբսնեին եւ դուրս գային, սուտ ասում եմ կուլտուրական եթերանեք մի փոքր հայոյան կսամանափակելով տարվա վերջը։ Ախս ես եթե մեկին ասում եմ որ այս անձը բոզի տղա է,
Մենք նայում ես մտնում են կոմենտարիաները, հերիքա մարկանց բան ասես, դու ինչ իրավունք ունես ես մարդուն վիրավորել, մտնում ասում ես, հել տենամ ես, կոմենտ գրող, լրպի ծնունդը, ով է, տենամ ես կեղծ էջա, բա հիմա, ես նորից և նորից հորդորում եմ, սիրելի քաղաքացիներ, Grand Kenzi շոկոլադներից մի օգտվեք, Вообще Grand Kenzi արտադրանքից մի օգտվեք, ասել եմ և նորից կասեմ, գալու է այդ օրը, երբ որ Grand Candy-ն էլա փակվելու, դառնալու է պետական, Grand Tobacco-ն էլա փակվելու, դառնալու պետական, այդ օրը գալու է, Ինչքան էլ որ որոշակի կուլտուրական, այսպես ասած, քաղաքական գործիչներ, որոնք որ հիմա մտել են, նորից մտնում են քաղաքական դաշտ, ուզում են վերածնվեն, վերածնունդ ապրել, եւ այլն, հետները խոսում ես, չես հասկանում, ում հետ ես խոսում, դա քաղաքական գործիչ, ընդդիմադիր դիրքերից են հայտարարում, բայց խոսում ես, չէ՞, քաղաքական գործիչներ են, տարբեր, իրանք ընդդիմադիր են, ասում ես, խոսքի օրինակ, Ռոբերտ Քոչարյան կամ Սերժ Սարգսյան գնդակահարվելու են, ասում չէ, ծմադատվելու են, ասում չէ, ասում ես լավ, ես մարդկանց գույքը բռնագրավելու ես, որ եկար, ասում են դե օրենքով կանենք, ասում եմ օրենքով Նիկոլն էլ անում այդ բոզի տղեն, 6 տարի անում է օրենքով, ու մինչև հիմա էշը տեղից, ասում եմ առաջ չի է, բայց մտնում են քաղաքական դաշտ, իրենց հայտարարում են ընդդիմադիր գործիչ Հիմա նայեցիք, սիրելի ժողովուրդ, որ Վարդան Ղուկասյանը, եթե մեկին ասում է բոզի տղա, ուրեմն ճիշտ է ասում, որ ասում է բոզի տղա։ Տեղափոխվում ենք Գավառ։ Գավառ։ Գավառի քաղաքապետի վերաբերյալ, եկել է տեղեկատվություն, ոչ անուն կա, ոչ ազգանուն կա, բայց Փարքասո նկարը ուղարկել են, անունը ուղարկել են։ Էլի կորավ, ենքան են գերում, ուրա հեսա։ Պալի գուգո, բոզի տղա գուգո։ Ուրեմն Գավառի դատախազ մարզային, Գեղարքունիքի մարզի, Գագիկ Այվազյան, ուրա, ով է Գագիկ Այվազյանը։ Պատկերացնեք հիմա Վարդան Ղուկասյանի կառավարության նիստա Վարդան Ղուկասյանն էլ վարչապետ, եկեք մի նախա ամանորյա իրավիճակա, այն որ ասում է Ձմեր պապի Նիկոլին տար, Ձմեր պապի Նիկոլին տարելա, Վարդան Ղուկասյանին բերելա։ Վարդան Ղուկասյանին նստացել է այդ կառավարության այդ անդուր փետիաթորի վրեն, մի պատկերացեք ժողովուրդ, եւ հիմա Հայաստանի Հանրապետության վարչապետ Վարդան Ղուկասյանի աշխատակազմը ստացել է նամակ։ Հիմա այդ նամակը Վարդան Ղուկասյան վարչապետը կարդում է կառավարության նիստի ժամանակ։ Կամերաները դրած են, լարագրողնիկը այնտեղ աչու ձախ տնկված են, կառավարության անդամնիկն են, այնտեղ էլ այս են շարքերով նստած են։ Եկեք մի պատկերացնենք։ Ասենք պատկերացնենք, որ նույն մարդիկ են մնացել, գլխավոր դատախազն էլ Աննա Վարդապետյանն է, բայց նստած է այնտեղ, ոչ թե ստեղ, կառավարության։ Բանով ընդդե է, չէ՞։ Հելի գնան դե նստի։ Հելի հիմա Հերիգան այնտեղ նստի, եկո տեղը, գնա, այդտեղ նստի, հիմա պատկերացնենք բանը, կառավարության նիստն է, ուրեմն, գլխավոր դատախազ Գագիկ Այվազյան, Գեղարքունիքի մարզպետ և մարզային և գլխավոր դատախազ Աննա Վարդապետյան, երեքն էլ կայնան ոտքի, վարչապետը տվեց երեքյա անազգանունը, հիմա կարդում ենք նամակը, Հայաստանի Հանրապետության Վարչապետի աշխատակազմը, այսինքն Վարդան Ղուկասյանի, ստացել է դիմում բողոք քաղաքացուց, ընթերցում ենք։ Բարև ձեզ պարոն Ղուկասյան, ես էլ կգրեմ Գավառի քաղաքապետ բոզի տղա Պալի Գուգոյի մասին, կարդում ենք նամակը այնպես, ինչպես ստացել ենք, ով 2005 թվականից ղեկավարում է Գավառ քաղաք, 2020 տարի, համարյա։ Գավառ քաղաքը, այս բոզի տղեն Գավառ քաղաքի տրիկոտաժ ֆաբրիկան առավ քանդեց, ստանոկները ծախեց թուրքերին։ Գավառ քաղաքի ատեկան իր սեփականությունն է։ Գավառ Երևան գիծը պատկանում է